Մասնակցել եք դուք ընտրություններին։ Որ Գյումրու քաղաքապետի։ Իհարկե։ Վարդան Ղուկասյանը այսօր դարձավ քաղաքապետ։ Ավարեց։ Գոհ եք։ Ինչպես Ուգասյան, պարոն Վարդան Ուգասյանի արդյունքները սպասելի էին։ Ինձ համար այնքան պատկերացրեք ինչ եմ ասում, իր ընդրվելը այս պահին այնքանով է կարևոր, որ քպն տապալվում է Գյումրիում եւ այդ իմաստով է ինձ համար հաղթանակ, որ սերաշեղված հայրենիքի դավաճան Շուշին հանձնած ազգային ժողովի ամբիոնից միմոսություն անող Ալիևի բոքսի տանձը դարձած քպեական ուժը, որը զավթել է երկիրը եւ մասնավորապես Շիրակի մարզը դարձել են կոռուպցիոն հաբ, իրենք այստեղ պիտի թուլանան եւ ես ինչ կան կարող եմ նպաստելու եմ դրան։ Ինչով են դարձրել կոռուպցիոն հաբ։ Կոռուպցիայով իրենց օրոք կոռուպցիան այնպես է ծաղկել, ես նույնիսկ այսպես ասեմ, ծաղկել բառը մի քիչ դրական իմաստով է հնչում, ճպճպում է Շիրակի մարզը կոռուպցիայի մեջ եւ դա արվում է կոնկրետ քպշնիկ մարզբեդների, նրանց մանգլավիկների, նրանց դրածոների, նախկին հանրապետականների, նախկին պարկավաճականների մասնակցությամբ աֆիլացումով։ Դուք տեսեք կրթության ոլորտում ինչ է կատարվում Շիրակի մարզում, տեսեք առողջապահությունում ինչ է կատարվում, մի քիչ երկար շրջեք քաղաքում, ուսումնասիրեք մարդիկ, ովքեր որ պիտի վաղուց պաշտոնից հեռացված լինեին, ՔՊ-ի օրոք տանիքավորվել, բնավորվել են ու շարունակում են իրենց կոռուպցիոն բիզնեսը։ Դրա համար ասել եւ ասում եմ, Նիկոլ Փաշինյանը չարիք է, նա հայ չէ, նա հայի թշնամին է եւ դրա համար նա տեղ պիտի չունենա։ Ես հույս ունեմ, որ Գյումրիում այս հաղթանակը, այսինքն տապալումը ՔՊ-ի շատ արագ դոմինոյի էֆեկտով կփոխանցվի։ Այդ ոնց որ իրեն կարելի էր փողոցներ փակել, մնալ անպատիժ, պարալիզացնել մի ամբողջ երկիր, իրեն դա կարելի էր, մյուսները որ ասենք փողոցային պայքարի դուրս գան, դա պիտի նոր բռնաճնշումների առիթ դառնա, այդ թող դառնա։ Չեք վախենում։ Ինչից վախենամ, Նիկոլ Փաշինյանը ինձ 315,000-ով տուգանել է Facebook-յան գրառման համար, իհարկե ես դա չեմ ուզել, հետո մարդիկ միջամտեցին, որ հետո որ գրել էր, հենց ինքը տուգանվի, այս պահին ին վրա քրեական գործ կա նրա համար, որ ես հանդգնել եմ քննադատել Շիրակի մարզի Չիչոյան դադախազին, Աննա Վարդապետյանի ներմուծած կադրին, հանդգնել եմ քննադատել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետիգին, նրա պետիկ մանգլավիկ Կումայրի բաժնի պետիգին, թվով 10 հոգի են ինձանից տուժողները, որ ես իրենց այնպիսի տեղեկություն եմ հրապարակել, որ իրենց արադավորել եմ անունը եւ խաթարել եմ իրենց օրինական աշխատանքը։ Հələ մեկը չկասի, թե այդ որն է, այդ դուք ուդեք, քաղաքը դարձնեք նարկոտիկի տարածման բան, հապ ասեմ, կենտրոն ասեմ, այդ դուք սովոր եք, հա, միշտ ամեն ինչը տեսնեն, լռեն, երբեք չեմ լռել, հիմա էլ չեմ լռելու, ինչ կան ուզում են, թող քրեական գործեր հարուցեն, ՔՊ-ի վերջը տրվելու է, ի վերջո մենք ունենք հայրենիք, եւ այդ հայրենիքը մերն է, ով էստեղ իրան, ասենք, ինչ-որ ժամանակավոր է կարծում, ճիշտ է անում, ինքը մեր երկրում տեղ չունի, մարդը, որը ծաղրում է կամ հային եկեղեցու դեմ է դուրս գալիս, հոգևորականի դեմ է դուրս գալիս, ծաղրում է հայ եկեղեցին աղոթքը, դա մարդ չէ, դա բիոզանգվածների խումբ է, որը դա անում է, դրանք պիտի հեռանան մեր սուրբ հայրենիքից, իրանց տեղը փակվում է, թող գնան այնտեղ Ալիևի հետ լադուշկի խաղան։ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ ընդդիմադիր ուժերը միացել են իրար, իրենց ձայնը տվել են մի հոգու եւ այդպես արդար չէ։ Այդպես արդար չէ, իսկ Սարիկ Մինասյանը այդ տարբեր ճամբարներից փախած էյագը, որ թատերաբեմ է իջնում, հետո էլ այդ իր
ամորֆ դեմքով ինչ որ նարատիվներ է առաջ տանում, ԿՊ-ին է սատարում, դա արտար է, հա? Հələ թող ինքը մի հատ պատասխանի, թե քանի թաքցրած օբյեկտ ունի քաղաքում, քանի մարդու հաց է կտրել, ինչ բռնաճնշումներ են գործադրվել ընտրությունների ժամանակ Գյումրիում, ես եմ ահազանգերը ստացել, բա ինչի դրանցով չի զբաղվել ԱԱՑ-ն, ոնց են մարդկանց ցուցակները, մարզբեդարանի պաշտոնյաները այս կինո հոկտեմբերի շենքում հավաքել, հանձնել ԱԱՑ-ին եւ տարել Աբրաբոտկայի, դա արտար է, Սարիկ Մինասյան, դու ես արտարությունից խոսում, դու, հա, ու քեզ ընդհանրապես դու ինչ Սարիկ, դու եղել ես ծորիկ, մնացել ես ծորիկ, հիմա էլ դարձել ես փորիկ, դու չես ամաչում, դու քանի ճամբար ես փոխել, դրանից էլ է խոսա, անարտարությունից է խոսում ԿՊԱ-գանը, հայրենիք հանձնողները, հայրենադավները, նրանք, որոնք որ այսօր թուրքին պերենստը ծրել են մեր գլխին եւ Ջերմուգի գլխին այսօր թուրքն է նստած, Սև լճում թուրքն է նստած, 200-ից ավելի եկեղեցի հանձնած ուժի ներկայացուցիչը արտարությունից է խոսում, գնա Բաքվի ընտրություններին մասնակցի, ռիսկ ունես, մեկ էլ բան ես, սովոր ես ճամբարափոխության, դու լա արտարությունից ես խոսում, այդ տղա էլ չես։